точного научного определения популизма не существует. Точнее, их существует десятки. Դա որպես հռետորաբանության տեսակ է բնութագրվում, որպես նեղ գաղափարախոսություն։ Իմ կարծիքով շատ դժվար է հստակ սահմանում տալ պոպուլիզմին։ Некоторые из специалистов, не просто людей, говорят, что действительно такого явления не существует в четком виде, что оно очень размытое. Երբ քաղաքական գործիչները իրար պիտակավորում են, ասում են դու պոպուլիստ ես։ 2016-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից եւ Brexit-ից հետո պոպուլիզմի վերաբերյալ հետազոտությունների թիվը կտրուկ աճել է։ 2017-ին Քեմբրիջի բառարանը պոպուլիզմ եզրույթը ճանաչել է տարվա բառ։ Ի վերջո, ինչ է պոպուլիզմը, ինչ են ասում դրա մասին մասնագետները։ Պոպուլիստ կառավարություններն ու իշխանությունները ունեն մեկ ընդհանուր գիծ։ Իրանք իշխանությունը կապում են ուղղակիորեն ժողովրդի կամ արտահայտության հետ առանց որևէ մեդիացիայի մեթոդի շատ հաճախ։ Ընդհանուր կարմիր գիծն է, որ ժողովրդի կամ արտահայտության դոմինանտություն։ Օրինակ առաջին բաղադրիչը հետևյալն է, եւ որ հանրությանը, հասարակությանը, այսպես ասած, երկու շերտի է բաժանում։ Կան մենք, որը որ այդ մենքը սովորաբար ժողովուրդն ենք, ու սովորաբար որ խոսում է ժողովրդի անունից, եւ կան նրանք, որը որ, չգիտեմ, սովորաբար նրանք ասելով նկատի ունեն ինչ որ մենք ասում ենք էլիտա, կամ որ այդ էլիտա բառներն են, որում հայերեն երկու կարելի է հասկանալ, ընտրախավ ու վերնախավ։ Վերնախավ իմաստով։ Եվ կա ինչ որ մի հատ էլիտա վերնախավ, ու մենք ժողովուրդս այս ինչ որ բարի ենք, լավն ենք, ամենա այսպես լավ որակումներով կարելի է մեզ բնորոշել, իսկ ովքեր որ նրանք են, նրանք չար են, կոռումպացված են։ Популизмы бывают разные, бывает правый популизм, бывает левый популизм и так далее, то есть по-разному. Но принцип, который есть, это предложить людям, повторюсь, легкий, понятный для них способ справляться со сложными социально-политическими проблемами, потому что это легко сказать. Людям долго и нудно, вот как я сейчас, да, объяснять, что есть проблемы сложные, с ними можно справиться только сложными комплексными действиями, что нужна постоянная работа и так далее, и так далее. Люди, это довольно быстро перестают слушать. А можно сказать, что вот плохие люди нами правят, надо этих плохих ребят поменять на хороших ребят, а мы как раз эти хорошие ребята и есть. И просто потому, что мы хорошие, после этого все будет хорошо. Կար ժամանակ, երբ քաղաքական գործիչները իրենց հպարտությամբ պոպուլիստ էին անվանում։ Պոպուլուս նշանակում է ժողովուրդ։ 19-րդ դարի վերջին Ամերիկայում ձևավորվեց պոպուլիստական, այսինքն ժողովրդական կուսակցություն։ 1970-ականներից ԱՄՆ-ում բառը աստիճանաբար սկսեց ստանալ իր այսօրվա ընդգծված բացասական իմաստը։ Հայաստանում էլ միշտ պոպուլիզմ կար, սակայն բառը առավել տարածվեց 2018-ից հետո։ Тем более, что 18-й год – это год революции в Армении. И революции так называемой цветной революции, да, бархатной революции, как угодно. То есть революция, которая совершается, бескровно. Она совершается таким образом, что нужно просто завоевать людей. И людей завоевывали, довольно простыми приемами. Когда говорилось, предположим, банки не будут брать проценты за кредит. Они проценты за кредиты возвратят. И впредь не будут брать, например, у крестьян. Что это такое? Это популизм. Банк, который не берет проценты за кредиты, не является банком. Он является благотворительной организацией. Եթե դու պոպուլիստական խոսքից բացի ուրիշ ոչ մի բան չես անում, հատկապես եթե իշխանության ես, պոպուլիզմից բացի ուրիշ ոչ մի կոնկրետ ինստիտուտների կառուցարկմամբ եւ այլ կարեւոր հասարակության համար կարեւոր գործերով չես զբաղվում, երևի թե դեպքում է պոպուլիզմը դառնում վատ։
Բայց եթե նպատակները կներեք, նպատակները լավ են, նպատակներին ծառայեցվում է օրինակ, չգիտեմ, ինչ որ առայժմ կա մարդկանց մոբիլիզացնելու, համախմբելու եւ դա զուտ, այսպես ասած, պոպուլիստական խոսույթին զուգահեռ նաեւ գործով է զբաղվում, ինքնուցե եւ անխուսափելի է Գրեթե բոլոր հեղափոխությունները, թե լավ, թե վատ, իրանք պոպուլիստական տարով են առաջ գալի ինչ որ փուլի, բայց այստեղ պետք է բռնել այդ պահը, որ պահից է ինքը մոտիվացիոն տարից դառնում կառավարման մեթոդ։ Եթե հիշենք լոզունգը 2018 թվականի հիմնական որն էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Ոստիկան միացի, քայլ արա Սերժին մերժի։ Ու հասկանանք, որ Սերժ Սարգսյանի այսպես ասած մերժումը պայմանավորված չէր նրանով, որ մարդկանց դուրս չէր գալի օրինակ նրա հագու կապը։ Մարդիկ զգում էին սոցիալական անարդարություն, սոցիալական բևեռացվածություն, տնտեսական ոչ կայուն բարդ խոցելի համակարգ ու հենց այս իրավիճակներում պոպուլիզմը լավագույնս է աշխատում։ Միշտ էլ պոպուլիստական խոսույթ է եղել է քաղաքականության մեջ։ Քանի դեռ դու խնդիր ունես մարդկանց առաջնորդելու, ու դա լավ է, որ դու խնդիր ունես մարդկանց առաջնորդելու, այսինքն բռնապետական երկրում չենք ապրում, ավտորիտար երկրում չենք ապրում, որ մարդկանց կարծիքը ամեն դեպքում դու հաշվի ես առնում։ Հիմա մարդկանց կարծիքը, մարդկանց քո հետևից ստանելու համար դու եթե պետքա պոպուլիստական խոսք օգտագործես, դա խոսում է նրա մասին, որ ամեն դեպքում մեծամասնության իշխանությունը կամ դա այդ երևույթը, այդ ինստիտուտը գործում է։ Он всегда есть, невозможно по-другому. Ну или мало бывает по-другому. Ну, например, да, в непубличной сфере на всех переговорах, которые проводились в рамках Минской группы по поводу Карабаха, обсуждался как, наверное, наилучший вариант. Это был вариант разного статуса для земель. Какая-то часть земель, которые находились в Карабахе, я имею в виду, под контролем армян, она становилась независимой или получала какой-то статус, или переходила к Армении, неважно, в разные периоды по-разному это было. А другая часть этих земель для того, чтобы это случилось, передавалась обратно Азербайджану. А в публичной риторике это почти не звучало совсем. Публичная риторика была под конец этого дела, к середине десятых годов и позже, что ни одного сантиметра земли никому не отдадим. Ну что, разговор о том, что если азербайджанцы начнут войну, то они потеряют еще территории. Это что, не популизм? Վաղը 8:30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը, այսինքն ոչ ոք ներս չի մտնում։ 7 տարի առաջ քաղաքացիները հետևելով Նիկոլ Փաշինյանի կոչին շրջափակեցին Երևանի բոլոր դատարանները։ Ժողովրդավարությունը հիմնված է ոչ միայն քվեների քանակի վրա, այլև այն պատնեշների, որոնք թույլ չեն տալիս իշխանությանը դառնալ բացարձակ։ Քայքայելով ինստիտուտները պոպուլիզմը քաղաքականությունը դարձնում է ծայրահեղ անձնավորված։ Պոպուլիզմի պարագայում դու հղում ես անում միայն մեծամասնության իշխանությանը, որպես ժողովրդավարություն հասկանում ես միայն մեծամասնության իշխանություն, բայց ժողովրդավարությունը դա միայն մեծամասնության իշխանությունը չի։ Դա նաև են հակակշռների ինստիտուտներն են, կառավարման այդ նաև սահմանադրականությունն է որոշակիորեն։ Մարդկությունը դարերի վեր զարգացել է ու իրավաքաղաքական միտքը դրան զուգընթաց զարգացել է ու մենք հասել ենք մի կետի, երբ մենք ունենք Մոնտեսկյոյի իշխանությունների տարանջատումը եռաթև եւ զսպումների հակակշիռների մեխանիզմը, այս ամեն ինչը էվոլյուցիոն իրավաքաղաքական մտքի ու պրոցեսների էվոլյուցիայի արդյունքում է հանգեցրել այս վերջնակետին, այս պահին մեր ունեցած վերջնակետին, որտեղ տեսել են, որ իշխանության պերսոնիֆիկացիան ոչ մի լավ տեղ չի տանում։ Ну, когда тебе говорят, что вот мир будет только в том случае, если народ изберет конкретного человека или конкретную политическую силу. Ну, представляете, да, что это за мир, который существует только при условии конкретного человека в конкретном кресле. А если завтра этого человека вдруг не будет,
не дай бог, с людьми разные вещи случаются, да? Тогда будет вечная война. Եթե տեսնենք անգամ լոզունգները հիմնական ընդդիմադիր տեխնացուի եւ գործող իշխանության անձակենտրոն են, գնում են 21 թիվ, էլի անձերի ներկապվում։ Այնտեղ, որտեղ չկա ինստիտուցիոնալ տարանջատում, որտեղ չկա ակնհայտ իշխանությունների տարանջատում, որտեղ չեն աշխատում զսպումներն ու հակակշիռները, այնտեղ, որտեղ կառավարության ծրագիրը քննարկելուց падգամավորը կարող է ասել, որ ես կողմ կքննարկեի, անգամ եթե ոչինչ չասեիք եւ ասեիք լավ է լինելու, մենք ունենք ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր։ Եկեք հասկանանք, ավտորիտարիզմների տարբեր մակարդակներ ունենք։ Հետ խորհրդային երկրներից մեծ մասի հետ համեմատած մենք բավականին ժողովրդավար ենք, բայց մենք միշտ ենք այդպեսին եղել, որովհետեւ մեր իրավաքաղաքական հետագիծը պատմամշակութային սովորույթը այդպեսին են եղել։ В политике, которая не популистическая, нужно строить институцию, а не искать хорошего человека. Да? И это характерная черта популистских режимов, и она может держаться на самом деле десятилетиями. Есть такие примеры. Պոպուլիզմը հասարակությունը բաժանում է երկու՝ միատար ու հակադիր խմբերի, մաքուր ժողովրդի ու կոռումպացված էլիտայի, կամ հայրենադավ ու դավաճան էլիտայի։ Բայց այն ինչ մենք տեսնում ենք թե հիմա, թե մինչև 18 թվականի դեպքերը, հասարակության բևեռացվածությունը միշտ եղել է ակնառու։ Բոլորս ովքեր ապրում են Հայաստանում, դա միշտ տեսել ենք, տեղ-տեղ զգացել ենք մեզ վրա, ինչ վերաբերվում է ներքին թշնամի փնտրտուքներին, ստեղ հանգում ենք հետևյալին, պոպուլիզմի տարերից մեկը, որպես գործիքակազմ օգտագործելուց, կառավարչական գործիքակազմ որպես օգտագործելուց, դա ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին հակառակ կողմին դեմոնիզացնելն է։ Ընդ որում սա սպეციფიկ չի միայն Հայաստանին։ Եթե տեսնեք, դա միայն իշխանությունը չի դա անում։ Դա երկու թևն էլ անում է, ամեն մեկը մյուսին ունի բազում մեղադրանքներ, չկրկնենք թե ինչպես են նրանք իրար անվանում։ Когда говорят, почему они с поляризацией не справляются, я не знаю, смеюсь или плачу, потому что поляризация же прекрасный инструмент. С поляризацией можно работать. Поляризация используется до тех пор, пока есть поляризация, чрезвычайно легко работать таким образом. Происходит то, что называется на нашем жаргоне, опять же, культура отмены. То есть, что говорит правящая власть? Всегда так было. Это далеко не с этой властью началось, еще при Левоне Петросяне. Они говорят, наши противники – это люди, с которыми невозможно сосуществовать. С ними невозможно разговаривать, они не должны быть в политике. Политика будет нормальной, когда их не будет, когда они улетят, я не знаю куда, на Луну. Оппозиция говорит, эти люди, с которыми невозможно существовать. Они предатели, они, не знаю, неумехи, они все неправильно делают. Они глупые, они неопытные. Их надо убрать, их не должно быть, должны быть мы. Նախքան հեղափոխությունը իշխանությունը հիմնված էր կաբինետային քաղաքականության վրա։ 2018-ին բյուրոկրատին փոխարինելու եկավ հռետորը, եւ նոր էլիտայի հիմնական զենքը խոսքն է ու հանրային դիսկուրսը։ Վերջին տարիներին քաղաքական պայքարի հիմնական գործիքներից մեկը դարձել է թրոլինգը, թրոլինգային խոսքը, որին առավել լավ են տիրապետում ներկայիս իշխանությունները։ Это иногда затихает в более или менее спокойные периоды, но так как спокойных периодов у нас в стране мало, то время от времени вспыхивает, но уж перед выборами сам Бог велел. Ну, конечно же, перед выборами вот эта нескончаемая публичная активность от шашлыка до вина, от европейского саммита до каких-то игры на барабанах, от, я не знаю, все, вот эта вот бурная активность, это очень профессионально сделанная такая концепция, техника. Խաղաղությունը ընդդեմ պատերազմի հուզական պատմույթը եւս քաղաքական տեխնոլոգիա է, որը օգտագործվում է բարդ իրականությունը պարզեցնելու եւ ընտրազանգվածի մոբիլիզացիայի համար։ В нашей предвыборной кампании социальные проблемы почти вообще не обсуждаются. Мир или война? Только об этом и говорим.
Мир или война? Вот тезис, который центральный и который главный. И на самом деле сдвинуть огромную часть населения на то, чтобы разговаривать о мире или войне и таким образом попробовать победить, это технология достаточно хорошо действующая, как мне кажется, и это из области популярных мифов. Их надо сделать и сделать так, чтобы общество это проглотило, и даже чтобы оппозиция тоже начинала оправдываться. Да нет, мы тоже за мир, просто за какой-то там другой. Հայաստանի նորագույն պատմության մեջ իշխանության ձևավորումն ու անկումը պայմանավորված էր Արցախի հարցով, բացառություն էր 2018-ը։ Առաջին անգամ իշխանափոխությունը պայմանավորված էր սոցիալական, ոչ ազգային հարցով։ Они просто были детьми, когда начинался Карабахский конфликт. Они просто не успели в нем участвовать там, и так далее. И так далее. Я не говорю ни о каком карабахском клане, вот ничего я такими терминами не оперирую. Дело не в том, кто где родился. Дело в том, что как политик Левон Петросян к Карабаху не имел отношения. Но состоялся он как политик в русле карабахской проблемы. Там, я не знаю, все остальные тоже члены комитета Карабаха и так далее, и так далее. И тут пришли ребята, которые не оттуда, которые совсем из другой реальности, из реальности уличных протестов, НГО, экологических протестов, социальных протестов, 150 драм, я не знаю, электрики Ереван и так далее. Все социалка. Карабахская проблема у них по большому счету, я не знаю, что у них было в головах, но в дискурсах ее не было практически вообще. Они приходили к власти не на карабахской проблеме. Карабахская проблема как-нибудь сама решится. У них не было концепции Карабаха. Արցախը Հայաստան է եւ վերջ։ «2018-ից հետո իշխանությունը նոր կորցրած հին վարչակարգի անդամները նոր կառավարիչներին սկսեցին մեղադրել հողեր հանձնելու մեջ։ Ի պատասխան սրա նոր իշխանությունները որդեգրեցին Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսը։ Սա այն էր, ինչ ուզում էին լսել մարդիկ։ Իսկ երբ այս թեզի պահպանումը դարձավ անհնար, իշխանությունները որդեգրեցին տրամագծորեն հակառակ հրետորաբանություն։ Բայց արդյոք պոպուլիստական խոսույթը բավարար է պատերազմ հրահրելու համար։ Հա, ճշտամու կողմն է պատերազմը սկսել, դա պետք է միշտ մտքում պահել, բայց արդյոք մեր պոպուլիստական խոսույթը կամ մեր դա միայն ընդ որում իշխանություններին չի վերաբերում, դա ամբողջ քաղաքական, այսպես խավին է վերաբերում, քաղաքականությամբ զբաղվող գործիչներին է վերաբերում, որոնք որ մինչև 20 թվականը կոնկրետ օրինակ թեմաներ կային, խնդիրներ կային, որ այդ խնդիրներին, այդ թեմաներին հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, Արցախի հարցի հետ կապված այդ թեմաներին հնարավոր չէր այլ կերպ կամ հնարավոր էր միգուցե այլ կերպ մտածել կամ ինչ-որ այլ ընտրանքային լուծումներ առաջարկել, բայց քարոզչության հետևանքով, թե այդ մի խոսքով այդ պոպուլիստական ընդհանուր այդ բոլորը ցանկանում են, չէ, այսպես ասած, ով կուզի այնպեսի բան ասի, հատկապես քաղաքական ворչի պարագայում, որ ժողովուրդը դրան այդ իր ասելիքի համար իրեն քարկոծի։ Говорили-то, конечно, были ошибки. Конечно, были сделаны какие-то обещания, которые нельзя было выполнить. Это все понятно. Я не отрицаю того, что такое происходило, впрочем, при любой власти. Но говорить, что только от этого возникла война, нет, я так не скажу. Война, может быть, азербайджанцы могли воспользоваться популистическими высказываниями, и это делают, конечно, до сих пор. Может быть, это мог быть повод, но причины войны, конечно, гораздо глубже, и скидывать его просто на то, что люди ошибочно себя вели, мне сложно. Ժամանակակից մեդիայի եւ սոցիալական ցանցերի դարաշրջանում քաղաքական բանավեճը վերածվում պարզունակ փոխհրաձգության։ Троллинг будет до тех пор, пока вместо него не родится настоящая политика. Когда люди будут выбирать не между миром и войной, а между такой системой налогов и такой системой налогов, между вот таким способом финансировать медицину и сяким способом финансировать медицину, между вот такими пенсиями
структурно. И не размером пенсии, а вот пенсия как субстанция, да как она формируется, каким образом, и с какими пенсиями. Между такой экономикой и сякой экономикой, то есть политика, когда придет, когда партии будут представлять не прекрасных лидеров, вот мне этот нравится, а мне тот нравится, а они будут отличаться идеологически. Լավագույն դեպքում կարող են լինել սկզբունքներ, որ այ որևիցե պարագայում ես իմ անձնական շահը չեմ գերադասի պայմանականորեն պետական շահին, օրինակ, եթե մարդը այդ քաղաքական գործերի սկզբունքը ունի ու հետևում է դրան, շոհոյակապ է։ Բայց ասել թե ինչ որ իզմ կա, այդ իզմով պետք է առաջնորդվել, նա ոչ մեկ աշխարհում դա հստակ չի այդ իզմերով առաջնորդվելու, իսկ Հայաստանում դրա պահանջարկը չկա։ Պոպուլիզմը քամելոնյան երևույթ է, որը մշտապես փոխում է իր ձևն ու բովանդակությունը։ Պետք է նաև նշել, որ պոպուլիզմին բնորոշ է մի սկզբունք, որը գիտականորեն կոչվում է իրավական խտրականություն։ Ամեն ինչի մունկերներին, իսկ օրենքը թշնամիներին։